Եվ այսպես ազդակ Վլադիմիր Պուտինին իրականում ինչ է կանգնած Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դեմ իրականացվող այս հետապնդումներում։ Տեսեք, սկսել են ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքները։ Երեք առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը որպես նորընտիր կառավարության ղեկավար ազգային ժողովում էր եւ հարց ու պատասխանի ժամանակ Լևոն Քոչարյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց, որ նա պիղծ դավաճան է։ Նիկոլ Փաշինյանը դրան արձագանքեց եւ այլն եւ այդպես շարունակ եւ այսօր մենք տեսնում ենք, որ հատուկ ծառայությունները ներխուժել են Քոչարյանի առանձնատուն, Լևոն Քոչարյանի տուն են ներխուժել, քննչական գործողություններ են իրականացնում Սեդրակ Քոչարյանի նկատմամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ընտանիքի այլ անդամների նկատմամբ Սիրուշոյի Պրեգոմեշ խանութում ինչ էին փնտրում Ղարաբաղյան շարժմանը վերաբերվող փաստաթղթեր, մի խոսքով գործողություններ են իրականացնել, բայց որևիցե կապ այդ գործողությունները չունեն Լևոն Քոչարյանի գնահատականի հետ։ Նա ուղղակի արձանագրել է իրողությունը։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պիղծ դավաճան է։ Քննչական գործողությունները ամեն դեպքում տեղի են ունենալու։ Իսկ ինչու ենք մենք այդ կարծիքին։ Նախորդին մենք ձեզ հետ միասին վերլուծում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը ազգային ժողովում, կառավարության տեքստը, կառավարության ծրագրի տեքստը ավելի շուտ եւ եկել ենք շատ տրամաբանական եզրահանգման։ 2026-2031 թվականների կառավարության ծրագիրը մաքուր հակառուսական ծրագիր է, ծրագիր, որի վերջն արդյունքում Նիկոլ Փաշինյանը պետք է հասնի նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց ընկալմամբ Ռուսաստանի Դաշնությունը ընկալեն որպես թշնամի Հայաստանի Հանրապետությանը, ավելին ռուսական ակտիվները այս ընթացքում պետք է խլվեն, ու սա իշխանությունները փորձում են ներկայացնել որպես արձագանքի Ռուսաստանի Դաշնության գործողություններին։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը խաղադրույքները Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում հասցնում է մաքսիմալի։ Նա ասում է հետևել, օրինակ Ռուսաստանը այստեղ տնօրինում է հայկական երկաթգիծը, բայց ով ասաց, որ իրենք հավերժ պետք է դա տնօրինեն։ Եթե Ռուսաստանը մեր դեմ գործողությունները իրականացնում, մենք կարող ենք այդ երկաթգծի տնօրինությունը Ռուսաստանից վերցնենք։ Այսինքն ինքը ինչ անում։ Ինքը վերցնում է ռուսական ակտիվներ, նրանց նկատմամբ վերահսկողություն է հաստատում։ Ռոբերտ Քոչարյանն էլ որպես Ռուսաստանի հետ adekvat հարաբերությունների գործընկերային, դաշնակցային հարաբերությունների թիվ 1 ջատագով Նիկոլ Փաշինյանի մոտ ընկալվում է որպես չափազանց կարևոր սուբյեկտ, ում վերաբերյալ դու կարող ես Պուտինի հետ բանակցություններ վարել շատ պարզ տրամաբանությամբ պայմանականորեն մենք ձեռ չենք տա Ռոբերտ Քոչարյանին, դուք էլ բացեք հայկական ապրանքների համար ճանապարհը դեպի Ռուսաստանի Դաշնության շուկաներ։ Այս տրամաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը շարժում եւ կրկին ասենք իր համար չափազանց կարևորը այս ամեն ինչը իրականացնել մինչև դեկտեմբեր ամիսը։ Ինչու ենք նշում դեկտեմբերը, որովհետև հենց դեկտեմբեր ամսին ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է Հայաստանին զրկեն ԵԱՏՄ անդամակցությունից։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների իմաստը, տրամաբանությունը, խորքը հենց սրանում է կայանում։ Սա հակառուսական քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է։ Ուղղակի այստեղ խնդիրը կայանում է հետևյալում. արդյոք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների Վլադիմիր Պուտինի մոտեցումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նրա քաղաքականության նկատմամբ, նրա ընտրած արտաքին վեկտորի նկատմամբ կփոխվի։ Իհարկե ոչ։ Տեսեք, շատ պարզ օրինակ։ Օրերս Ղազախստանում տեղի են ունեցել խորհրդարանի ընտրություններ։ Հաջորդ իսկ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ, այսինքն հաջորդ իսկ օրը Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դրսևորել են իրենց վերաբերմունքը Ղազախստանի իշխանությունների նկատմամբ։ Մի քանի ամիս է անցել ընտրություններից։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները շարունակում են չշնորհավորել Նիկոլ Փաշինյանին, շարունակում են կասկածի տակ դնել իր լեգիտիմությունը, շարունակում են պատժամիջոցներ կիրառել Փաշինյանական Հայաստանի դեմ, Փաշինյանի գործողությունների պատճառով, եւ այս քայլերը, որ Փաշինյանը իրականացնում է հույս ունենալով, որ դեկտեմբերին բանակցությունների արդյունքում որպես փոխանակման ֆոնդ կկարողանա այսպես Ռուսաստանի վրա վաճառել այս գործողությունները, ասել կրկին ասենք, մենք Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ խնդիր չենք ունենա, բայց դուք էլ թույլ տվեք, որ մենք այլևս ձեզ հետ եւս խնդիրներ չունենանք, թույլ տվեք մենք ԵԱՏՄ-ում շարունակենք գործունեությունը իրականացնել։ Այս մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքը հանգեցնելու է ուղիղ հակառակ էֆեկտի։ Ռուսաստանը ել ավելի է կոշտացնելու իր մոտեցումները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, դատելով ռուսական պաշտոնյաների, օրինակ
Վալենտինա Մատվիենկո եւ Ռուբեն Ռուբինյանի առաջին հեռախոսազրույցից մենք կարող ենք հասկանալ, որ շատ մոտ ապագայում օդային տարածքը Ռուսաստանին փակվելու է Հայաստանի Հանրապետության համար, հայկական ավիաընկերությունների համար։ Հետևաբար, այն ինչը կատարվել է այսօր Քոչարյանների ընտանիքի դեմ, դա ոչ թե պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը չի դիմացել պիղծ դավաճան արտահայտությանը, այլ որովհետև սա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հստակ դրսևորումներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դա դրական արդյունք է տալու Պուտինի հետ բանակցություններում։ Սաակաշվիլին էլ է շատ հարցերի վերաբերյալ նույն մոտեցումը դրսևորում, ինչ եղավ վերջում Սաակաշվիլի հետ, կարծում եմ բոլորի աչքի առաջ է։ Մտածեք այդ մասին։